այս հնարավորությունն ունենք։ Ճիշտ է, որ Աստված մեզ փրկեց այս պիղծ եւ մեղավոր աշխարհից եւ փոխադրեց իր որդու լուսո թագավորության մեջ, օրհնյալ լինի նա։ Միաժամանակ, որ նա մեզ աշխարհից գնեց, դրա հետ մեկտեղ նաեւ մեզ այս աշխարհում թողեց։ Չհանեց մեզ ընդհանրապես աշխարհից, այս թողեց, որ մենք մնանք այս աշխարհում մեղքերով եւ անօրենություններով փոթորկված օվկիանոսում, որպես մի փարոս, որպես մի փրկարար նավ, որ կորսվող մարդկանց համար պատճառ լինենք Քրիստոսին դառնալու։ Գեղեցիկ է, տեսել եք նավերը փոթորկված ծովում ինչպես են պայքարում, ճեղքում ալիքները եւ գնում են հաղթական առաջ։ Հսկայական օվկիանոս, բայց մի նավ, հսկայական ալիքներ, սրանք խոսում են պայքարի եւ պատերազմի մասին։ Աշխարհը այդպիսինն է եւ մենք էլ այդպիսի զորավոր նավեր ենք, որ այս կյանքի բոլոր ալիքների դեմ պայքարելով պիտի գնանք։ Եվ դա գեղեցիկ է, որ տեսնում ենք, որ ինչպես են նավերը ճեղքելով այդ ալիքները գնում առաջ, գնում դեպի նպատակակետը, գնում հասնելու ցանկալի նավահանգիստը։ Դա շատ գեղեցիկ է, բայց միաժամանակ շատ վտանգավոր է, երբ որ այդ ջրերը հանկարծ հայտնվեն նավի մեջ։ Նավը օվկիանոսի մեջ գեղեցիկ է, բայց վտանգավոր է, եթե այդ օվկիանոսի ջրերը հայտնվեն նավի մեջ։ Դա կարող է կործանարար լինել։ Գեղեցիկ է, հրաշալի է, օրհնյալ է, որ այսօր աշխարհը ունի բազում եկեղեցիներ, բայց վտանգավոր է, որ եկեղեցիներում աշխարհն է ներթափանցում։ Վտանգավոր է, որ դու լինելով քրիստոնյա թույլ կարող ես տալ, որ աշխարհը թափանցի քո կյանքիդ մեջ։ Աստված մեզ փրկել է այս աշխարհից, հանել այս խավարի իշխանությունից եւ փոխադրել է իր որդու լուսո թագավորության մեջ եւ մեզ դրել է որպես լույս այս խավար աշխարհում, բայց Աստված ողորմություն անի, որ աշխարհը չթափանցի մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք մեռած ենք, Աստծո խոսքն ասում է, հանցանքներում եւ մեր մեղքերի մեջ, որոնցում մի ժամանակ գնում էինք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության իշխանի պես եւ այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնքս էլ ամենքս էլ մի ժամանակ ման էին գալիս մեր մարմնի ցանկություններումը մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնության բարկության որդիկ էինք, ասում Աստծո խոսքը, բայց Աստված, որ մեծ էր ողորմությամբ իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած ենք հանցանքներում, մեզ կենդանի արեց Հիսուս Քրիստոսի հետ։ Ուստի մենք շնորհքով ենք փրկված, օրհնյալ լինի նրա անունը։ Քույրեր, եղբայրներ, Աստված իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի մեզ փրկի ոչ միայն այս աշխարհի պղծությունից եւ անօրենություններից, այլ հավիտենական կորստից։ Աստված իր որդուն տվեց եւ Քրիստոսի խաչը ապացույցն է հավիտենական կյանքի։ Քրիստոսի խաչին նայելով մենք պետք է հասկանանք, որ երկինքը իրական է, դժոխքը եւ դրախտը իրական է, եթե ոչ Աստված այդպիսի մեծ զոհ չեր անի, եթե ոչ Քրիստոս իր կյանքը չեր դնի, դա խոսում է, որ իրական է եւ լուրջ է երկինքը, լուրջ է դժոխքը եւ դրախտը։ Եվ Քրիստոսի խաչին նայելով այս միտքը միշտ մեր սրտի մեջ պետք է ունենանք, որ մենք անցավոր ենք, որ մեզ սպասում է հավիտենությունը եւ երանի նրան, որ հավիտենության մեջ կլինի Աստծո հետ։ Մենք այս միտքը պետք է ունենանք, որ գնալով հավիտենություն ամենքս պիտի կանգնենք Աստծո առջև,
քույրս եւ եղբայրս դու պիտի կանգնես Աստծո առջև, որի առջև պիտի հաշիվ տաս։ Որի առջև ես պիտի կանգնեմ եւ իմ ապրած կյանքի համար պիտի հաշիվ տամ։ Եղբայրը իր պատգամում ասեց, որ ամենալավ նվերը դա մեր ժամանակն է, որ պիտի նվիրենք։ Աստված քեզ կյանք է նվիրել։ Չգիտեմ ում քանի տարի պիտի ապրի երկրի վրա։ Սա Աստծո նվերն է, բայց քեզ ասեմ, քո ապրած ամեն մի վայրկյանի համար պիտի հաշիվ տաս։ Երանի, որ կարողանաս գլուխդ բարձր կանգնել Աստծո առջև եւ քո հաշվետվությունը ներկայացնես կենթանի Աստծուն։ Քո հաշվետվությունը ներկայացնես Տիրոջը, թե ինչպես ապրեցիր երկրի վրա, ինչպես անցկացրիր քո երկրավոր ժամանակը եւ ուր հասար։ Աստված հանեց մեզ աշխարհից, բայց թշնամին, սատանան, այս աշխարհի իշխանը, որ իշխանության ներքո էին եւ Տերը ազատեց մեզ, ամեն բան անում է, որ մեզ դարձյալ աշխարհ տեղափոխի։ Եթե չէ, գոնե աշխարհը տեղափոխի մեր մեջ։ Գոնե աշխարհը տեղափոխի եկեղեցու մեջ։ Դրա համար առաքյալն ասում է առաջի Հովանու 2-րդ գլխի 15-16 համարներում. մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Ինչպես չսիրես։ Հիմիկվա գովազդները, ռեկլամները, ճոխությունները, գեղեցկությունը, այս ամենը տեսնելով ոնց չսիրես աշխարհը։ Մի սիրեք, եթե մեկը աշխարհը սիրե, ասում է Աստծո խոսքը, հոր սերը նրանում չէ։ Որտև ամեն ինչ որ աշխարհքումն է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի անբարտավանությունը հորիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Սա լուրջ պատգամ է ուղված քրիստոնյային։ Սա լուրջ պատգամ է ուղված քեզ եւ ինձ, քույրս եւ եղբայրս, մի սիրի աշխարհը։ Ինչ կա աշխարհում, բացադրում է մարմնի ցանկություն, աչքի ցանկություն։ Այսօր ինչի փափագում քո մարմինը։ Ինչի ցանկանում քո աչքդ։ Հրապուրիչ, գեղեցիկ, գայթակղիչ։ Բայց ասում է, եթե մեկը սիրի աշխարհը, հոր սերը նրանում չի։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Աստծո խոսքը ասում է, ինքը իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Սա աշխարհիկների համար չի գրված։ Սա գրված այն քրիստոնյաների համար, որոնց Աստված աշխարհից հանեց, որում մենք գերի էինք, որում մենք բռնված էինք, աշխարհի ցանկությունները, որոնք պիղծ եւ անօրեն են, դարձյալ սիրենք դա։ Այդ ջրերից Աստված մեզ հանեց, հիմա մենք դարձյալ թույլ տանք, որ այդ ջրերը հայտնվեն մեր կյանքի մեջ։ Նավը խորտակվելու համար, քույրեր, եղբայրներ, մի մեծ անցք պետք չէ։ Մի փոքր անցք է լինի եւ ջուրը այդտեղից լցվի, օրերից մի օր կխորտակի։ Քեզ կործանելու համար պարտադիր չի, որ մի մեծ մեղք լինի։ Մի փոքր մեղք դարձյալ կարող է կործանարար հետևանք ունենալ քո հոգևոր կյանքիդ համար։ Աստված մեզ կանչել է, որ մենք այս աշխարհի թագավորները եւ քահանաները լինենք։ Աստված մեզ կանչել է, որ մենք այս աշխարհի աղը եւ լույսը լինենք։ Աստված մեզ կանչել է, որ այս աշխարհի էտալոնը լինենք։ Մարդիկ մեզ տեսնելով Տիրոջը տեսնեն։ Մարդիկ քեզ տեսնելով Աստծո սրբությունը եւ արդարությունը տեսնեն։ Տեսնելով քո պարտաճանաչությունը, տեսնելով քո խոսքի հստակությունը, տեսնելով քո վարքն ու բարքը, Տիրոջը փառավորեն եւ մեծարեն։ Բայց եթե տեսնում են, որ աշխարհը քո ներսն է թափանցել եւ խառնվել են այդ ամեն աշխարհի ջրերը քո կյանքում, դա ոչ միայն գայթակղության պատճառ է աշխարհի համար, այլ նաեւ քեզ համար կործանարար կարող է լինել։